Արանի վերջին վարպետի գաղտնիքը։ Ես արդեն 86 տարեկան եմ, իմ ձեռքերը դողում են, երբ բռնում եմ այս 5 կերամիկական կտորները։ Բայց դու պետք է իմանաս այն, ինչ ես տեսա այն գիշերը Արարատի լեռների ստորոտում։ Պետք է իմանաս, թե ինչու եմ ես ապրել այսքան երկար, միայն այն պատմելու համար։ 3 ամիս առաջ, երբ ձյունը դեռ ծածկում էր Արարատի գագաթները, իմ թոռը Հայկը բերեց ինձ մոտ մի տուփ լի 5 կերամիկական հատվածներով։ Նա գտել էր դրանք իր տան նորոգման ժամանակ, խորը հողի մեջ, այնտեղ, որտեղ ոչ ոք չէր փորել հարյուրամյակներ։ Կերամիկան տարօրինակ էր, մուգ կարմիր գույնի, ծածկված նշաններով, որոնք չէին նմանվում ոչ մի բանի, ինչ ես տեսել էի իմ երկար կյանքում։ Ես ծնվել եմ Անի մերձակայքում, այն հին քաղաքում, որը մեր նախնիների փառքն էր։ Իմ տատիկը պատմում էր ինձ պատմություններ Անիի վերջին վարպետների մասին, այն արհեստավորների մասին, ովքեր գիտեին գաղտնիքներ, որոնք կորել էին ժամանակի մեջ։ Նա ասում էր, որ մեր ընտանիքը սերում էր Վահրամ անեցուց, վերջին մեծ վարպետից, ով փակել էր իր գրադարանը աշխարհից, երբ մոնղոլները եկել էին ավերելու մեր քաղաքը։ Այդ գիշերը, երբ բոլորն արդեն քնել էին, ես նստեցի իմ փոքրիկ խոհանոցի սեղանի մոտ, սկսեցի ուսումնասիրել կերամիկական կտորները։ Ես վերցրեցի ընդլայնող ապակի, որը պահում էի իմ հին գրքերի համար, ուշադիր նայեցի նշաններին։ Դրանք չէին հին հայերեն տառեր։ Դրանք էին խորհրդանիշներ, նկարագրեր, քարտեզներ։ Իմ սիրտը սկսեց ավելի արագ զարկել։ Շաբաթներ անցան։ Ես չէի կարող քնել։ Ամեն գիշեր նստում էի այդ կտորների առաջ, փորձելով հասկանալ դրանց լեզուն։ Հոգնած աչքերով նայում էի դրանց վրա աղոթում, որ Վահրամ անեցին ինձ օգնի։ Ես սկսեցի նկատել օրինաչափություններ։ Որոշ խորհրդանիշներ կրկնվում էին։ Որոշ գծեր նման էին լեռների ուրվագծերին։ Եվ հանկարծ, մի գիշեր, երբ լուսինը լի էր իր լույսը մտնում էր իմ պատուհանից, ես տեսա։ Դրանք քարտեզներ էին։ Ոչ թե սովորական քարտեզներ, այլ խորհրդավոր քարտեզներ, որոնք ցույց էին տալիս թաքնված վայրեր Արարատի շրջակայքում։ Յուրաքանչյուր կերամիկական կտոր էր մի բանալի, մի հղում դեպի հաջորդը։ Ես հասկացա, որ Վահրամ անեցին չէր պարզապես թաքցրել իր գրադարանը։ Նա ստեղծել էր ամբողջ համակարգ, պաշտպանության շերտեր, որպեսզի միայն արժանիները կարողանային գտնել նրա գիտելիքները։ Հաջորդ առավոտյան ես կանչեցի իմ թոռնուհուն Արփինեին։ Նա պատմաբան էր, աշխատում էր Երանի պետական համալսարանում։ Երբ ցույց տվեցի նրան իմ հայտնագործությունները, նրա դեմքը գունատվեց։ Նա ասաց, որ ես գտել էի ինչ-որ բան անհավատալի, ինչ-որ բան, ինչը կարող էր փոխել մեր հայրենի ըմբռնումը, մեր պատմության մասին։ Մենք սկսեցինք հետազոտություն։ Արփինեն բերեց իր գործընկերներին, հնագետներ, լեզվաբաններ։ Նրանք ուշադիր ուսումնասիրեցին կերամիկական կտորները։ Մի ծեր պրոֆեսոր, ով ունեցել էր 80 տարի ամբողջ կյանքն անցկացրել էր հայկական միջնադարյան արվեստի ուսումնասիրությամբ, սկսեց լալ, երբ տեսավ կերամիկան։ Նա ասաց, որ սա էր այն ոճը, որի մասին միայն առասպելներում էր լսել։ Քարտեզը մեզ տանում էր դեպի մի վայր, որտեղ երբեմն եղել էր Անիի արհեստավորների թաղամաս։ Հիմա դա անմարդաբնակ տարածք էր, լի ավերված հիմքերով վայրի խոտով։ Բայց քարտեզը ցույց էր տալիս ինչ-որ բան, խորը, հողի տակ։ Մենք ստացանք թույլտվություն փորել։ Դա հեշտ չէր, քանի որ Անին այժմ Թուրքիայի տարածքում է, հարաբերությունները բարդ են։ Բայց Արփինեն գտավ միջազգային կազմակերպություններ, ովքեր օգնեցին։ 6 ամիս անցավ բյուրոկրատական գործընթացների մեջ։ Ես ամեն օր աղոթում էի, որ ապրեմ տեսնելու այն օրը, երբ մենք կհասնենք Վահրամի գաղտնիքին։ Վերջապես եկավ այդ օրը։ Ես չէի կարող ինքս երթալ, քանի որ իմ ոտքերը արդեն թույլ էին։ Բայց Արփինեն տեղադրեց տեսախցիկներ, որպեսզի ես կարողանայի տեսնել ամեն ինչ իրական ժամանակում։ Ես նստած էի իմ տանը երանում, իմ հին հեռուստացույցի առջ, դիտում էի, թե ինչպես փորահատողների թիմը սկսեց փորել Անիի հողը։ Առաջին օրը նրանք գտան քարեր, սովորական հողաշերտեր։ Երկրորդ օրը ավելի շատ քարեր։ Բայց երրորդ օրը, երբ նրանք հասան 3 մետր խորության, մի բանվոր պոռաց։ Նա գտել էր ինչ-որ բան կարծր, ինչ-որ բան մետաղական։ Նրանք զգուշորեն մաքրեցին հողը։ Հանդես եկավ մի բրոնզե դուռ, ծածկված նույն խորհրդանիշներով, որոնք ես տեսել էի կերամիկայի վրա։ Իմ սիրտը նույնիսկ իմ 86 տարիքում զարկում էր, կարծես երիտասարդ աղջկա։ Սա այն էր։ Սա էր Վահրամ անեցու գրադարանը։ Դուռը բացելը ժամանակ պահանջեց։
Նրանք պետք է զգույշ լինեին, որպեսզի չվնասեին հնության մնացորդները։ Բայց երբ վերջապես դուռը բացվեց, տեսախցիկները մտան ներս, ես տեսա այն, ինչի մասին երազել էի ամբողջ իմ կյանքը։ Դա փոքրիկ սենյակ էր, բայց դրա պատերը ծածկված էին դարակներով, այդ դարակների վրա էին գրքեր։ Ոչ թե սովորական գրքեր, այլ ձեռագիր գրքեր, բացառիկ գեղեցիկ, ծածկված հայերեն տառերով, որոնք փայլում էին նույնիսկ հազարամյակներից հետո։ Դա գանձարան էր, գիտելիքների հավաքածու, որը պահպանվել էր 7 դար, սպասելով այս պահին։ Բայց ավելի շատ կար։ Դարակների միջ, պատերի վրա, կային նա կերամիկական վահանակներ։ Հարյուրավոր վահանակներ, յուրաքանչյուրը պատկերազարդված, յուրաքանչյուրը պատմում էր մի պատմություն։ Դրանք ցույց էին տալիս Անիի կյանքը, նրա փառքը, նրա անկումը։ Դրանք ցույց էին տալիս Վահրամ Անեցուն, ինչպես նա աշխատում էր, ինչպես ստեղծում էր իր կերամիկական մագիան։ Արփինեն կարդաց ինձ համար շատ գրքերից։ Դրանցից մեկը բժշկության ձեռնարկ էր, որը նկարագրում էր բուսաբուժությունը, օգտագործելով բույսեր, որոնք աճում էին Արարատի լեռներում։ Մեկ այլ գիրք աստղագիտության մասին էր, բացատրում էր, թե ինչպես Վահրամը օգտագործել էր աստղերը նավարկելու ժամանակ չափելու համար։ Երրորդ գիրքը փիլիսոփայության ատյան էր, լի խորաթափանց մտքերով մարդու բնության տիեզերքում մեր տեղի մասին։ Բայց ամենահետաքրքիրը կերամիկական արվեստի մասին գիրքն էր։ Վահրամը մանրամասն նկարագրել էր իր տեխնիկան, գաղտնիքները, որոնք նա ուսուցել էր իր աշակերտներին։ Նա գրել էր, թե ինչպես խառնել կավը, թե ինչպես խորովել այն, թե ինչպես ստեղծել այն կատարյալ գույները, որոնք դարձել էին հայտնի ամբողջ աշխարհում։ Բայց ավելի կարևորը, նա նկարագրել էր, թե ինչպես թաքցնել գաղտնիքներ կերամիկայի մեջ, ինչպես օգտագործել կավը որպես գիտելիքի պահպանման միջոց։ Ես սկսեցի հասկանալ։ Վահրամ Անեցին գիտեր, որ թուղթը պարքը կարող էին այրվել, կոտրվել, կորչել։ Բայց կերամիկան, ճիշտ եպված կերամիկան, կարող էր տել հազարամյակներ։ Նա ստեղծել էր մի համակարգ, որտեղ իր ամենակարևոր գիտելիքները կոդավորված էին կերամիկական ստեղծագործություններում, ծրված ամբողջ Արարատի շրջանում, սպասելով նրան, ով կլիներ բավականաչափ խելացի համբերատար դրանք գտնելու։ Շաբաթները դարձան ամիսներ, ես շարունակեցի աշխատել Արփինեի հետ, թարգմանելով հին տեքստերը, վերծանելով կերամիկայի գաղտնիքները։ Մենք հայտնաբերեցինք, որ Վահրամը ոչ միայն արհեստավոր էր։ Նա գիտնական էր, բանաստեղծ էր, տեսաբան էր։ Նրա գրադարանը պարունակում էր գիտելիքներ ֆիզիկայից, քիմիայից, մաթեմատիկայից, գիտելիքներ, որոնք շատ առաջադեմ էին իր ժամանակի համար։ Մի գրքում նա նկարագրել էր, թե ինչպես ստեղծել գույներ, օգտագործելով հանքային բաղադրություններ։ Մեկ այլ գրքում նա բացատրել էր, թե ինչպես կառուցել ջեռուցման հնոցներ, որոնք կարող էին հասնել շատ բարձր ջերմաստիճանների։ Նա նույնիսկ գրել էր գորգի արվեստի մասին, բացատրելով, թե ինչպես նրա կերամիկական նախշերը ոգեշնչել էին գորգագործներին։ Բայց ամենաշոշափելի մասը նրա անձնական օրագիրքն էր։ Դրանում նա գրել էր իր վախերի, իր հույսերի մասին։ Նա նկարագրել էր մոնղոլական ներխուժման օրերը, թե ինչպես նա տեսել էր իր սիրելի Անին աստիճանաբար ավերվող։ Նա գրել էր, թե ինչպես հավաքել էր իր ամենաարժեքավոր գրքերը, թե ինչպես ստեղծել էր այս թաքնված գրադարանը, հուսալով, որ մի օր, երբ խաղաղությունը վերադառնա, նրա ժողովուրդը կարող է վերագտնել այս գաղտնիքները։ Վահրամը գրել էր. Ես չգիտեմ, թե ով կգտնի սա, կամ երբ։ Բայց եթե դու կարդում ես այս բառերը, իմացիր, որ դու ես այն, ում համար ես սպասեցի։ Դու ես այն, ում ես հավատացի։ Պահպանիր այս գիտելիքները։ Կիսիր դրանք քո ժողովրդի հետ։ Թող մեր մշակույթը, մեր արվեստը, մեր իմաստությունը ապրի հավերժ։ Այդ բառերը կարդալով ես սկսեցի լալ։ Ես գիտեի, որ Վահրամ Անեցին խոսում էր ինձ հետ հազարամյակների միջից։ Նա գիտեր, որ նրա աշխատանքը չէր լինի ուզում։ Նա հավատում էր, որ նրա ժողովուրդը կմնա, որ նրա մշակույթը կգոյատի։ Հիմա, երբ նստած եմ այստեղ իմ փոքրիկ տանը երանում, շրջապատված Վահրամ Անեցու կերամիկական կտորներով, նրա գրքերի լուսապատճեններով, ես գիտեմ, որ իմ կյանքն ունեցել է նպատակ։ Ես եղել եմ այն կապը, որը կապել է անցյալը ներկայի հետ։ Ես եղել եմ այն ձեռքերը, որոնք վերականգնել են Վահրամի ժառանգությունը։ Արփինեն նրա թիմը շարունակում են աշխատել։ Նրանք թարգմանել են արդեն 30 գիրք։ Նրանք ստեղծել են թանգարան, որտեղ ցուցադրվում են կերամիկական կտորները, գրքերի վերարտադրությունները։ Հազարավոր մարդիկ գալիս են ամեն օր տեսնելու Վահրամ Անեցու գանձարանը։ Ուսուցիչներ բերում են իրենց աշակերտներին։ Արհեստավորներ գալիս են սովորելու հին տեխնիկաները։
Ես տեսնում եմ երիտասարդ կերամիկագործներին, ովքեր հիմա փորձում են վերստեղծել Վահրամի ոճը։ Ես տեսնում եմ գիտնականներին, ովքեր ուսումնասիրում են նրա քիմիական բանաձևը։ Ես տեսնում եմ բանաստեղծներին, ովքեր ոգեշնչված են նրա գրություններից։ Եվ ես գիտեմ, որ Վահրամ Անեցին հիմա հանգստանում է խաղաղությամբ, որտեղ էլ որ նա լինի։ Նրա երազանքը իրականացել է։ Նրա գիտելիքները չեն կորել։ Նրա արվեստը շարունակվում է։ Նրա իմաստությունը փոխանցվում է նոր սերնդին։ Ես շուտով կմեկնեմ այս աշխարհից։ Իմ ծերացած մարմինը հոգնած է։ Բայց ես մեկնում եմ երջանիկ, գիտենալով, որ ես կատարել եմ իմ առաքելությունը։ Ես գտել եմ Վահրամի գրադարանը։ Ես բացել եմ նրա գաղտնիքները աշխարհին։ Եվ այժմ քեզ, ով կարդում ես սա, ես փոխանցում եմ այդ ուղերձը, որը Վահրամը փոխանցեց ինձ։ Պահպանիր մեր մշակույթը։ Գնահատիր մեր պատմությունը։ Սովորիր մեր նախնիներից։ Նրանք էին իմաստուններ, նրանք էին արհեստավորներ, նրանք էին տեսաբաններ։ Նրանց գաղտնիքները հիմա քո ձեռքերում են։ Եվ եթե երբեք գտնես հին կերամիկական կտոր թաքնված հողի մեջ, մի անտեսիր այն։ Նայիր ու շատիր։ Կարդա նրա նշանները։ Քանի որ գուցե այս մեկ գանձարանը, սպասելով բացահայտվելու։ Գուցե այս մեկ ձայն է անցյալից, կանչում մեզ հիշելու, ովքեր ենք մենք, որտեղից ենք մենք եկել։